Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը օգոստոսի 27-ին Իջևանում ներկայ է գտնվել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը։ Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մեկնարկին նվիրված աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի կրթության, երիտասարդության և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ներկայացրեց 2015-2016 ուսումնական տարում մարզի կրթության ոլորտի իրականացված աշխատանքների հաշվետվությունը։ Գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների թվային տվյալները և աշակերտների թիվը 2014-15-16 թվերի համեմատ ունեցել ենք աճ, ինչպես նաև դասարանների թվով։ Ատեստավորված ուսուցիչների թիվը։ Դպրոցներում աշխատող ուսուցիչների թիվը հասնում է մոտ 1900, որոնց մեծ մասն ունի բարձրագույն կրթություն։ Յուրաքանչյուր տարի ատեստավորում է ուսուցիչների թվաքանակի 1/5-ը։ Ինչպես գիտեք, ատեստավորման գործընթացին նախորդում է ուսուցիչների վերապատրաստումը, որը հիմնականում իրականացնում ենք Տավուշի կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղում։ Նշվեց, որ մարզում գործում է 81 հանրակրթական դպրոց, որից 4-ը ավագ։ 2015-2016 ուսումնական տարվա սեպտեմբերին առաջին դասարանցիների թիվը կազմել է 1737-ը, իսկ նոր ուսումնական տարում կանխատեսվում է 1792-ը։ Մարզում գործում է 48 նախադպրոցական հիմնարկներ և աշխատանքներ են տարվում մանկապարտեզների, այդ թվում նաև նախակրթարանների և մանկապարտեզ հաճախող երեխաների թվի ավելացման ուղղությամբ։ 2016 թվականին նախակրթարաններ կբացվեն մանկապարտեզ չունեցող ևս 8 համայնքներում։ Խորհրդակցության ընթացքում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացնելով կրթության համակարգում իրականացված փոփոխությունները ընդգծեց, որ ակնկալում է մանկավարժների մասնագիտական գնահատականները կատարված քայլերի ու առկա խնդիրների վերաբերյալ։ Յուրաքանչյուր ուսուցիչ և տնօրեն, որը աշխատում է սահմանամերձ գյուղում, արդեն հերոսություն է կատարում իր ամենօրյա աշխատանքով։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել նրանց արդեն մեծ պրոբլեմներ ունեցող խնդիրները հեշտացնելու։ Եվ 2-3 հիմնական ուղղություններով, որ մենք շարժվում ենք առաջ, արդեն մի մասը կատարված է։ Խոսքը վերաբերվում է ավագ դպրոցի 12-րդ դասարանի և ընդհանրապես մեր դպրոցների 12-րդ դասարանների բեռնաթափմանը, ծրագրային չափորոշիչային աշխատանքների կատարմանը, բյուրոկրատական քաշքշուկների վերացմանը և այս ուղղությամբ շարունակվելու են աշխատանքները։ Այնուհետև նախարարը անդրադարձավ կրթության ոլորտի փոփոխություններին, հիմնական ուղղություններին ու խնդիրներին։ Նա կարևորեց կրթության ոլորտի բարձրացմանը, դասագրքերին, ուսուցման կազմակերպման ձևերին ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը։ Մյուս կարևոր հիմնահարցը, որը մենք պիտի անենք և այստեղ չքննարկվեց, դա բարձրագույն կրթության նոր օրենքի նախագծի մշակումն է, արդեն պատրաստ է և դրել ենք շրջանառության մեջ, և ազգային ծրագրի հաստատումը տասնամյա, որը նույնպես կառավարությունում է և ոչ ժամանակներս կքննարկվի և վստահ եմ կհաստատվի։ Այս նախանշված ճանապարհների մեջ նաև որոշակի մեծ տեղ պիտի զբաղեցնի միջին մասնագիտական կրթության և մագիստրանտական և հետմագիստրանտական կրթության քաղաքականության հստակեցումը և նոր մոդելների որդեգրումը։ Սա արդեն հաջորդական փուլն են, այնպես որ անելիքները շատ են, փորձենք քայլ-քայլ գնանք։ Նախարարը ներկայացրեց նաև 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում 3 պարտադիր ուսումնական առարկա ընտրելու փոփոխությունը, ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրումը, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայումը, ներառական կրթության առնչվող հարցերը։